դե նախ սկզբում Վարոսն էր ինձ սիրում, չգիտեմ, կհիշեք թե չէ, պետք է Վարոսի հետ։ Այ ես չեմ հիշում։ Պետք է Վարոսի հետ կապ, ես ֆիլմ երբ որ մտել եմ, պետք է Վարոսի հետ լինենք, բայց հետո Վարոսի իրական ծառայության մեկն է, ռեալ։ Գնաց ծառայության եւ ընտրվեց գիծը Մելոս Սուսիկ։ Շնորհակալ եմ անչափ այդ գծի համար։ Գյումրին դարձավ իմ հարազատ բարբառը։ Ու այդ ժամանակ այնքան հետաքրքիր էր այդ մեր հարաբերությունները։ Գևորի հետ գիտես, ինչ էսպես ծանոթացանք, բան ու ինքը բավականին փակ տղա էր, պես շփում հնարավոր չէր։ Նույնիսկ անհնարին էր շփում իր այդպես ձևակերպել, Գևորգ ջան, եթե հիմա ամենես կդիտես մեզ ցավը տանեմ, ամենալավ բաները քեզի։ Ինչ ես ուզում ասել, հարաբերությունները որպես դերասան է շատ բարդ էր, որովհետև մենք այդքան էլ հաշտ չենք միմյանց հետ, բայց հետ զրեքը տալիս ենք, ես պետք է ասեի, Մելո, իսկ ես շատ եմ սիրում։ Գև ջան, կարաս $100 ուղարկես, ես մասը կտրենք հաղորդումից, նայ, եթե դու մի հատ նայ, տես եթե ինչ է, ինձ կզանգես։ Լավ, Գև, դու կհիշես այս պահերը, ես հաստատ չեմ հորինում։ Այդ անգամ ես եմ հիշում այդ պահերը, որ ասենք վիճված էինք լինում կամ չգիտեմ ինչ։ Բայց կարելի է ենթադրել, այսինքն որ այդ կերպարին դու օգնել ես բացելու տեսանկյունից։ Բացելու, չգիտեմ։ Որ ասեցին ինքը փակ տղա է, բան է։ Կյանքում ինքը ինձ փակում էր, կադրում ես դրա բացում։ լավն է։